Եթե ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ։ Ժամանակն է չքննարկվածը պարզելու եւ ամեն ինչ իր տեղը դնելու։ Խոսելու ենք չափազանց արդիական, երբեմն նույնիսկ ամուսնալուծությունների հանգեցնող թեմայի մասին՝ ծնողական խանդ։ Շատ դեպքերում նորաստեղծ ընտանիքում չեն դրվում այն սահմանները, որոնք որ պետք է դրվեն ի սկզբանե։ Եվ երբ խախտվում են այդ սահմանները, մասնավորապես ծնողներից որևէ մեկի կողմից, առաջանում են արդեն տարաձայնություններ, որոնք չլուծելու պարագայում արդեն կարող են նույնիսկ հասնել ամուսնալուծությունների։ Իմ պրակտիկայում ցավոք նման դեպքերը քիչ չեն, որոնց մասին ես նաև այսօր կխոսեմ, եւ պետք է նշեմ, որ ծնողական խանդի հիմնական պատճառներից մեկն այն է, երբ ծնողը չի գիտակցում կամ չի ուզում գիտակցի, որ իր երեխան արդեն մեծացել է, ունի իր անձնական կյանքը, իր անձնական տարածքը, որը պետք է հարգել, եւ արդեն իսկ այնքանով ինքնուրույն է, որ ունի իր ստեղծած ընտանիքը, որտեղ կան արդեն իրենց ավանդույթներն ու կանոնները եւ պետք է դրանք հարգել։ Երբ որ չեն պահպանվում նշված սահմանները եւ ծնողներից որևիցե մեկը կամ հայրը կամ մայրը, իսկ մեր իրականության պարագայում շատ հաճախ մայրը խախտում են այդ սահմանները, առաջանում են դժգոհություններ, որոնք վեր են ածվում կոնֆլիկտների։ Հարվածի տակ են հատկապես այն ընտանիքները, որտեղ մայրը միայնակ է մեծացրել երեխային առանց հոր մասնակցության եւ մոր էգոիզմը շատ դեպքերում չգիտակցված բերում է նրան, որ ինքը մերժելով իհարկե հոր դերը նշում է եւ դա շատ հաճախ բարձրաձայնացում է, որ ինձ ամուսին պետք չի, քեզ հայր պետք չի, ես ինքս քեզ կմեծացնեմ եւ իր էգոիստական մղումների արդյունքում հանգեցնում է նրան, որ որդին դառնում է նրա ուշադրության եւ կյանքի կենտրոնը բոլոր առումներով։ Որոշ հեղինակներ նշում են նաև, որ այս դեպքում գործ ունենք հոգեբանական ինցեստի հետ, երբ մայրը իր ամբողջ էմոցիաները, ապրումները նվիրում եւ զետեղում է իր որդու կյանքում եւ դրանով բավարարվում։ Հետագայում ցավոք, ինչպես մենք ասում ենք, պորտալարը չկտրելով չի նկատում, որ տղան մեծանում է եւ ամուսնանալուց հետո էլ շարունակում է նման կերպով վերաբերվել իր երեխային։ Միջամտում է իրենց անձնական հարցերին, փորձում կարգադրություններ անել, չհասկանալով եւ չգիտակցելով, որ վաղուց արդեն ժամանակն է սահմանները գծելու եւ սահմանների գծված հատվածը պահպանելու։ Խնդիրը ավելի է բարդանում, երբ մայրը արդեն սկսում է խառնվել նորաստեղծ ընտանիքի ինտիմ հարցերին, պարզելով օրինակ ստացվել է թե ոչ, նորություն ունեք թե ոչ, եւ իհարկե անտեսելով նաեւ այն կարևոր հանգամանքը, որ տուն է եկել նոր հարս եւ այս դեպքում պետք է նրա կողմից ցուցաբերվի հնարավորինս զգուշավոր եւ շատ զգայուն մոտեցում, որպեսզի նորաթուխ հարսը իրեն ամոթխած չզգա եւ առավել եւս նման հարցեր հարսին չտա, քանի որ որպես կանոն այդ դեպքերում խնդիրը միայն ավելի է բարդանում, հատկապես եթե դեռևս հղիություն չի գրանցվել։ Մայրական էգոիզմը երբեմն նույնիսկ նկատվում է նաև առօրյա իրենց հարաբերություններում, երբ օրինակ տղան տանը չէ եւ մայրը փորձում է արդեն իսկ իր իշխանությունը թելադրել օրինակ խոհանոցում կամ իրենց առանձնասենյակում անկողնային պարագաները դասավորելու եւ իրենց ննջասենյակի օրինակ ահավորանքին միջամտելու հարցերում եւ այլն։ Շատ դեպքերում, երբ փորձում են որևէ խորհուրդ տալ հատկապես տղան, որը նկատում է, որ խնդիրը ավելի է բարդանում, իհարկե մոր կողմից արժանանում են կամ ընդգծված էմոցիոնալ նեղացած վիրավորված ռեակցիայի կամ էլ ավելի վատ կոնֆլիկտների։ Սա խոսում է այն մասին, որ մոր կողմից ռեակցիան իհարկե անվերահսկելի է եւ որոշ դեպքերում շատ մայրեր չեն էլ գիտակցում, որ վաղուց իրենք անցել են թույլատրելի սահմանները եւ իրենց մայրիշխանության հետևանքով որդուն զրկել են իր խոսքը ասելու հնարավորությունից, ինչը հետագայում ստեղծում է բազմաթիվ լուրջ խնդիրներ։ Քիչ չեն այն դեպքերը, երբ զույգը չի կարողանում առանձնանալ նույնիսկ իր ննջարանում կամ կողպել դուռը, որը հաճախ
ուղեկցվում է կոնֆլիկտով, տարաձայնությամբ եւ ծնողները որպես կանոն մայրը իհարկե պահանջում են չփակել դուռը, ուր մնաց կողպել այն։ Զույգը նաեւ չի կարողանում իր ազատ ժամանցը կազմակերպել ցերեկվա ժամերին, երբ օրինակ ուզում են թեկուզ եւ առանձնանալ, առանձին զրուցել կամ թեկուզ եւ պարզապես գրկախառնված պարկել եւ վայելել մեկը մյուսին, եւ սա նույնպես շատ դեպքերում իհարկե ուղեկցվում է դիտողություններով ու կշտամբանքով, համապատասխան թելադրանքով ու պահանջներով։ Պետք է իհարկե նշել, որ նման իրավիճակները մեր առօրյայում բավականին շատ են եւ անձամբ ինձ նույնպես շատ դեպքերում դիմում են զույգերը, կամ կինն է առանձին դիմում, հետո պարզվում է պատկերը, կամ տղամարդն է դիմում, եւ բուժման ժամանակ մենք անպայման իհարկե ընդգրկում ենք նաեւ ծնողին, մասնավորապես մորը, փորձելով բացատրել եւ փոխել վերաբերմունքը, քանի որ վիճակը չի փոխվի, եթե չփոխվի ծնողի մոտեցումը։ Այս խնդիրը բարդ է նաև նրանով, որ շատ ծնողներ, մասնավորապես մայրեր, չեն գիտակցում, որ իրենց անառողջ վերաբերմունքով վնասում են իրենց երեխաներին, իրենց որդուն, դրանով իսկ առաջացնելով մի շարք խնդիրներ, ընդհուպ խանգարումներ, մասնավորապես սեռական խանգարումներ։ Տղայի մոտ կարող են առաջանալ նախ եւ առաջ թերարժեքության բարդույթ, որն էլ իր հերթին բերում է սեռական ցանկության նվազման, էրեկցիայի խանգարման, որոշ տղաներ նշում են, որ չեն կարողանում ավարտել ակտը, որովհետև հարաբերությունը տեղի ունենում չափազանց լարված մթնոլորտում։ Ինքներդ պատկերացրեք, հարաբերություն, երբ օրինակ դուռը չի կողպվում կամ կարող է ցանկացած պահին ծնողը ներս մտնել, բնականաբար տհաճ վիճակ է իր բոլոր բացասական հետևանքներով։ Խնդիրը ել ավելի է բարդանում, քանի որ կինը արդեն սկսում է հրաժարվել սեռական հարաբերություններից, վախենալով, որ կարող է այն ձախողվել եւ կամ էլ ավելի վատ, պարզապես նույնիսկ չսկսվել, քանի որ լարված պայմաններում կնոջ մոտ վերանում է ցանկությունը եւ նա չի կարողանում նույնիսկ գրգռվել։ Չեմ կարող իհարկե չնշել այն հանգամանքը, որ շատ ծնողներ իրենց անառողջ եւ երբեմն նաեւ վնասող վարքագծով ստեղծում են խնդիրներ, հատկապես այն դեպքում, երբ շնչակտուր սպասում են, թե երբ պետք է լսեն բարի ավետիսը ընտանիքի համալրման կապակցությամբ, բայց կատարելով վնասակար քայլեր, ցավոք սրտի չեն լսում բարի ավետիսը, քանի որ այդ լարված պայմաններում բնականաբար հղիություն պարզապես չի կարող գրանցվել։ Հանրահայտ է եւ մենք էլ մեր հաղորդումների ժամանակ անդրադարձել ենք այդ հարցին, որ սերմնաբջջի եւ ձվաբջջի միաձուլման համար իսկ հետագայում հղիություն գրանցելու, այն էլ առողջ հղիություն գրանցելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հանգիստ եւ հանդարտ մթնոլորտ։ Իսկ մինչ այդ էլ հարաբերություն ունենալու համար պետք է պարզապես թույլատրելի եւ հանգիստ մթնոլորտ ստեղծել, որը ցավոք այս դեպքում չի լինում։ Եվ այս առումով խոսքս թողում եմ մասնավորապես ծնողներին, հարգելի ծնողներ, մասնավորապես մայրեր։ Ուշադիր եղեք այս հարցում եւ իհարկե գիտակցեք եւ ընդունեք դա որպես փաստ, որ ձեր տղան վաղուց արդեն երեխա չէ եւ ունի իր անձնական կյանքը, ստեղծել է իր ընտանիքը եւ ձեր այսպես կոչված վերաբերմունքն ու հոգատարությունը, որը իրականում ավելի շատ վնասող է, քան օգնող, կարող է շատ ավելի հեռուն տանել, հանգեցնելով նույնիսկ ոչ միայն սեռական խանգարումների, այլ նաև հղիության խոչընդոտման։ Վերլուծելով այս թեման հիշեցի կլինիկական մի դեպք, երբ ինձ մոտ եկել էր զույգը, ընդ որում բերման էր ենթարկել, ինչպես ինքն էր ասում, մայրը, որքան էլ որ տարօրինակ է հնչում, մայրը, որը մենակ էր մեծացրել տղային, ամուսնացրել էր, ինչպես ինքն էր ասում, եւ մի քանի ամիս անց անհանգստանալով, որ հղիություն չկա, որոշել էր անպայման բերի սեքսապաթոլոգին։ Եկել էր զույգը մոր ուղեկցությամբ եւ ընդ որում գրանցվելու համար էլ զանգահարել էր մայրը եւ ասում, որ անպայման ուզում է իր որդուն եւ հարսին բերել մեզ մոտ, քանի որ խնդիրներ է նկատել։ Իմ աշխատասենյակում խորհրդատվության ժամանակ զույգի կողքին հավասար նստել էր նաեւ մայրը։
Բնականաբար սկզբից փորձեցի լսել, մտածելով, որ երևի ինչ-որ հավելյալ տեղեկություն պետք է հայտնի, բայց պարզվեց, որ մայրը ցանկանում է նախ ինքը ներկա լինել եւ բացի այդ խնդիրը ինքը սկսեց ներկայացնել, ասելով, որ բժիշկ ջան, իմ տղան է, սա էլ հարսն է, ամուսնացել են արդեն 8 ամիս է, հղիություն չկա, որոշել եմ բերեմ ձեզ մոտ, պարզենք ինչ խնդիրներ են։ Շատ բարի, բայց պարզելու համար բնականաբար մենք պետք է առանձին զրուցենք, ինչն էլ ես հայտնեցի տիկնոջը։ Տիկինը իմ խոսքին պատասխանեց, որ ինքը պետք է ամեն ինչ իմանա եւ բոլորովին էլ միտք չունի դուրս գա կաբինետից եւ ուզում է բնականաբար ներկա լինել ամբողջ խորհրդատվությանը։ Ստիպված էի իհարկե այս դեպքում առանձին զրուցել կնոջ հետ, առանձին զրուցել զույգի հետ եւ պարզվեց, որ մենք գործ ունենք դասական մայրիշխանության հետ, երբ մայրը բաժանված լինելով, միայնակ մեծացնելով տղային, ամբողջովին մխրճվել է նրա կյանքի բոլոր մանրամասների մեջ, սկսած հագուստից վերջացրած ներքնազգեստի ընտրությամբ եւ նույնիսկ իհարկե իրենց անկողինը ձևավորելու հարցերում պարտադիր իհարկե մոր կարծիքը գերիշխող էր։ Զրուցելով տղայի հետ պարզեցի, որ հարաբերությունները իրենց չեն ստացվում, քանի որ սենյակի դուռը միշտ գրեթե կիսաբաց է, իսկ իրենք ապրում են փոքրիկ բնակարանում, որը ստեղծում է բնականաբար խնդիրներ։ Զրուցելով հարսի հետ, տղայի կնոջ հետ պարզեցի, որ կինը հարաբերության ժամանակ շատ լարված է լինում եւ հարաբերությունները նրա համար շատ տհաճ են ու արդյունքում էլ նույնիսկ ցավեր է նկատում հարաբերության ընթացքում։ Այս ամենը գալիս էր նրանից, որ հարաբերությունները որպես այդպիսին լինում են միշտ լարված պայմաններում, քանի որ նախ նույնիսկ երբ զույգը փորձում է առանձնանալ սենյակում, մայրը պետք է միշտ գա եւ հարցնի ինչու եք փակում դուռը, եւ բացի այդ նաեւ իրենց ազատ ժամանցը կազմակերպելու հարցում պետք է տղան միշտ թույլտվություն հարցներ մորից։ Նման պարագայում մենք սկսում ենք արդեն ընտանեկան աշխատանքը առանձին յուրաքանչյուրի հետ եւ մոր հետ դիպած ենք իհարկե կատարել բացատրական աշխատանք, որը բավականին շատ ժամանակ պահանջեց, քանի որ մայրը ոչ մի կերպ չէր ուզում ընդունել եւ նույնիսկ սկզբնական շրջանում վիրավորվեց մեր խորհուրդներից, ասելով, որ ինքը ամբողջ կյանքը նվիրել է իր տղային եւ չի կարծում, որ ինքը դրանով խանգարում է։ Եվ երբ արդեն համոզվեց, որ իրենց սեռական հարաբերությունները տեղի չեն ունենում հենց նրա պատճառով, որ ինքը չափից դուրս շատ է խառնվում նրանց անձնական գործերին, մենք առաջարկեցինք նաև առանձնացնել գոնե ժամանակավոր զույգին թողնելով ազատ վայելել իրենց ժամանցը։ Սա բուժման ժամանակ կիրառվող պրակտիկա է, երբ մենք առանձնացնում ենք զույգին ծնողներից ժամանակավոր թեկուզ առանձին աշխատելով ծնողի հետ, առանձին զույգի հետ։ 3 ամիս անց, երբ ահագին աշխատանք կատարվեց, զույգի սեռական հարաբերությունները կարգավորվեցին եւ բնականաբար արդեն հղիություն գրանցվեց, նոր դրանից հետո արդեն մայրը հասկացավ, թե ինչ որտեղ է սխալվել եւ երբ տեսավ տղայի եւ ոչ միայն տղայի, այլ նաեւ հարսի երջանիկ դեմքը, արդեն իսկ սկսեց հետևել իր միջամտություններին եւ հասկանալ, որ առաջին հերթին ինքը պետք է գտնի իր զբաղմունքը եւ տղան արդեն ունի իր անձնական կյանքը եւ բոլորովին պետք չի փորձել անընդհատ խառնվել, առավել եւս դա որակել որպես հոգատարություն, որովհետեւ երբեմն ես կասեի շատ հաճախ մայրական էգոիզմը եւ ավելորդ վերահսկողությունը, որը որակվում է որպես հոգատարություն, միմիայն վնասող է։ Ծնողական խանդի հետևանքները չշտկելու եւ չկարգավորելու դեպքում կարող են առաջանալ մի շարք սեռական խնդիրներ եւ տղայի եւ աղջկա մոտ։ Մասնավորապես իհարկե տղամարդկանց պարագայում շատ հաճախ հնչում են գանգատներ կապված պոտենցիայի հետ։ Տուժում է սեռական ակտի տևողությունը, նվազում է սեռական ցանկությունը եւ նույնիսկ կարող է ամբողջովին արգելակվել։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ վախի եւ լարվածության մթնոլորտում սեռական հարաբերությունը ամբողջովին ձախողվում է։ Հետևաբար բուժման ժամանակ իհարկե պետք է հաշվի առնել բոլոր խոչընդոտող գործոնները, սկսել աշխատել այդ ուղղությամբ եւ կարգավորել
մթնոլորտը, մասնավորապես բուժման ժամանակ ընդգրկել դեղամիջոցներ, որոնք նախ կվերացնեն տագնապն ու լարվածությունը եւ երկրորդը կարգավորել սեռական ֆունկցիան։ Տղամարդու սեռական խանգարումները բուժման ժամանակ ընդգրկվում են բազմաթիվ դեղամիջոցներ եւ վիտամիններ, որոնք որոշվում են ելնելով վիճակի բարդությունից։ Բուժման ժամանակ կարող են ընդգրկվել նաեւ մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Tadafort եւ Dapoxetin դեղամիջոցները։ Tadafort-ը նախատեսված է տղամարդու պոտենցիան բուժելու համար եւ ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը օգտագործվում է ամենօրյա ռեժիմի դեպքում, իսկ 20-ը պլանավորված հարաբերությունից առաջ։ Դեղամիջոցը, ի տարբերություն հին սերնդի ներկայացուցիչների, ունի առավելություններ։ Նախ արագ է ազդում, երկրորդը երկար է թողնում իր ազդեցությունը եւ երրորդը կուրսի ընդունման ժամանակ սեռական ֆունկցիան ամբողջապես վերականգնվում է։ Սեռական ակտի տևողությունը կարգավորելու հարցում օգնության կարող է գալ Dapoxetin դեղամիջոցը, որը նույնպես ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60։ Թե որ դոզավորումը կնշանակի բժիշկը կախված է խնդրի վաղեմությունից եւ բարդությունից։ Dapoxetin-ը եւս բավականին արդյունավետ դեղամիջոց է եւ իր ազդեցությունը կարող է թողնել 36-ից մինչեւ 72 ժամ, այսինքն դեղամիջոց օգտագործելուց հետո իր ազդեցությունը մնում է հենց այնքան, որքան ես նշեցի։ Երկու դեղամիջոցներն էլ ունեն կողմնակի ազդեցություններ, որոնք պարտադիր պետք է հաշվի առնի բուժող բժիշկը եւ նշանակելիս իհարկե անպայման հաշվի առնի, թե պացիենտը ինչ զուգակցող հիվանդություններ ունի կամ ոչ։ Համակցված օգտագործման դեպքում բուժման արդյունավետությունը ավելի է ընդգծվում եւ սեռական ֆունկցիան ավելի շուտ է վերականգնվում։ Թեև ես իմ խոսքում անդրադարձա հիմնականում մայր-որդի հարաբերություններին, բայց առօրյայում այն հավասարապես առնչվում է երկու սեռի ծնողներին եւ իրենց զավակներին։ Հետևաբար նման դեպքերում միշտ պետք է հաշվի առնել, որ գեղեցիկ է ամեն ինչ չափի մեջ։ Իսկ առջևում շատ հետաքրքիր հարցազրույց է սպասվում հոգեբանի հետ, որի ժամանակ դուք կստանաք այս թեմային առնչվող բոլոր անհրաժեշտ խորհուրդները։